Սիրելի հայրենակիցներ, այս քանի օրը հնչեցին տարբեր ելույթներ, ես կփորձեմ անդրադառնալ Պարոն Լևոնյան, խանգարում եք։ Շարունակեք։ Ես կփորձեմ անդրադառնալ դրանցից մի քանիսին անճշտություններին։ Տեսեք, Ռուբեն Ռուբինյանը ելույթի ժամանակ խոսեց, երբ որ ինքը 18 տարեկան էր, կարծես իմ այս անարդարությունների, ապօրինությունների դեմ պատասխանի հետ կապված, հիշեց իր հոր դեպքը, երբ որ նա 18 տարեկանը չկարողացավ նշել հոր հետ։ Ես ինքս փորձեցի նայել այդ դեպքը իրականում մարտի 3-ից մինչև, եթե չեմ սխալվում, մայիսի 13-ը ձեր հայրը գտնվել է անազատության մեջ ու մայիսի 13-ին դատախազությունը ինքն է հետ վերցրել, հետո հետագայում ենթադրում գործը կարճվել է։ Մի հարց ինձ հետաքրքիր է, բաց աղբյուրներում չկարողացա գտնել։ Դուք կարող եք իմանալ ով էր դատավորը, ով կալանք տվել է։ Չեք հիշում։ Հետաքրքիր է ուղղակի, եթե ճշտ եք, խնդրում եմ հետո ասեք, էլի, ինձ իսկապես հետաքրքիր է։ Կփորձեմ։ Լավ, շարունակենք։ Գիտեք, իսկապես հնարավոր է նաև խոսվեց մի քանի հոգի այստեղ խոսեցին նաև այսպես անընդհատ, երբ որ փորձում են մեզ հակադարձել 2008 թվականի հետ կապված, մարտի 1-ի հետ կապված ու շատ ուրիշ հարցեր։ Այստեղ երբ որ բովանդակային չի լինում, սկսում է այս հետ գնալ, հիշել, կարծես դրանով փորձելով արդարացնել այն ինչ հիմա կատարվում է, ինչը կարծում եմ ճիշտ չի ու արդար չի, բայց ամեն դեպքում, նաև կարծեմ Վահագն Ալեքսանյանն ասում է մարտի 1-ին անմեղ մարդիկ էին ձերբակալվում ու կալանավորվում, հետապնդվում։ Գիտեք, միգուցե անմեղ մարդիկ այդ ժամանակ ձերբակալվել են, կալանավորվել են, հնարավոր է այստեղ չեն վիճում, բայց մի մարդ, եթե հաստատ անմեղ չի ձերբակալվելու դատական գործը իր հետ կապված եղել է, իմ խորին համոզմունքով դա Նիկոլ Փաշինյանն էր։ Ես գիտեք, մեկ-մեկ այս հիշողության երևի ամնեզիա է ելնում շատերի մոտ, ուզում եմ ուղղակի մի ձայնագրություն դնել ու նաև այսօրվա այս ձերբակալությունների ֆոնին, Facebook-ային գրառումների ու զուտ կարծիք արտահայտելու համար մի հատ նայենք էլի այս կոնտեքստում այս խոսակցությունը հիմա եթե լիներ դա ոնց կընկալվեր։ Ես յուրաքանչյուրին կոչ եմ անում, ունենալ ձեռքին ինչ-որ բան, ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ։ Այո! Չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռից վահաններ ու մահակներ եք։ Լիքը հարյալով! Ապրել եք անել։ Հավաքում ենք, ինչքան հնարավոր է շատ մարդ։ Հիմա ոչինչ սուրհանդակ ուղարկեք, հեռագիր ուղարկեք, ցիտիկ ուղարկեք, մարդկանց հավաքեք այստեղ։ Մի խոսքով, այստեղ շարունակությունը շատ ավելի հետաքրքիր բաներ էլ կա։ Հաջան, եղել է մարտի 1-ին, առավոտը մինչև որևէ զոհ լինելա։ Լավ։ Եվ շարունակեմ, այս հնարավոր է, ժողովուրդ, հնարավոր է, իրականում այս ժամանակ, երբ որ ձեր վարչապետը այս հայտարարությունները անում էր, քարեր վերցրեք, բարիկադներ սարքեք, պաշտպանություն ստեղծեք, հիշացնեմ, չի եղել ոչ մի զոհ։ Ու նաև ուզում եմ հիշացնել, առաջին զոհը եղել է ոստիկան ու ընդհանուր 190-ից ավել ոստիկան այդ օրը տարբեր մարմնական վնասվածքներ ստացել, այրվածքներ, տարբեր բեկորային վնասվածքներ ու քաղաքացիական անձ 32 հոգի։ Ես շատ ցավում եմ այդ օրվա իրադարձությունների համար, բոլոր զոհերի համար, բայց երբ որ այստեղ գալիս եք դրանից խոսում եք, խնդրում եմ նաև արդարությունը փորձեք պահել։ Ու այսօրվա ֆոնին նորից կրկնեմ, այն ինչ կատարվում է, այն ինչի համար մարդկանց ձերբակալում են, ուղղակի սարոզորեն այս ամեն ինչի հետ, այն ինչ որ այս մարդը ասել է։ Մի հատ կարող ենք հիշել տարբեր քրեական գործեր, ինչի համար են մարդիկ ձերբակալվել։ Ու նաև անդրադառնամ մի քանի ուրիշ հարցի։ Բարեկիրթության մասով, գիտեք, իմ խորին համոզմամբ բարեկիրթ կամ լինում են կամ չեն լինում։ Մարդ չի կարող այստեղ լինել բարեկիրթ, սրանից դուրս չլինել բարեկիրթ։ Երբ որ դուք սահմանափակում եք ապօրինի կերպով, օրինակ հորս արտերկիր մեկնելը, դրանից հետո որոշ հենց միանգամից դա տեսախցիկը նկարած ԱԱԾ-ի տեսախցիկի նկարածը հայտնվում է
Ռոպեների ընթացքում, իսկապես ռոպեների ընթացքում իշխանական մամուլում սա հայտնվում է, ու սրա շուրջ ինչ որ մարդիկ, որ նաև այսօր այստեղ են գտնվում, սկսում են ամենալկտի ձևով գրառումներ անել։ Սրա պատասխանը ուրիշ տեղ, ուրիշ հարցությունում մի օր տրվելու է, բայց սա բարեկրթությունից բացարձակ հեռու է։ Եթե ուզում եք լինել բարեկիրթ, միայն այս ամբիոնում չի դա պետք լինել, դա պետք է լինել եւ Facebook-ում, եւ այս դահլիճից դուրս, եւ ամենտեղ։ Ու ընդհանրապես այս բարեկրթության հարցը մի հատ տեսեք 18 թվականից հետո դեպքերը ինչպես զարգացան։ Ինչ կարգի բաներ թույլ տրվեց մարդկանց հասցեին, ինչ կարգի արտահայտություններ, ինչ կարգի լկտիություններ։ Ու այս ամեն ինչից հետո գալ այստեղ խոսալ բարեկրթությունից, կարծում եմ առնվազն ազնիվ չեք։ Ալխազ Ղազարեն օրինակ ասում է, երբ որ մենք խոսում ենք ընտրություններ կեղծելուց այս ընթացքում ու ամենայսպես ցցում բանը իհարկե Բարգավաճ Հայաստանի մանդատները կոնկրետ գողանալն է եղել, ասում է, լավ ժողովուրդ, ասում է, մեզ մեղադրում եք, որ ընտրություն ենք կեղծել, բայց 49% ենք տարել, նաև ասում եք 50-ից ավել չենք տարել։ Եթե կեղծող ենք, ասում է, մի քիչ էլ ավել կկեղծեինք, էլի 50 կլինեինք։ Դուք Հայաստանի 30 տարվա գրեթե բոլոր ընտրությունները համարում եք կեղծված, եթե չեմ սխալվում։ Օրինակ 2003 թվականին հայրս ընտրություններին տարել էր 49% ձայն Ստեփան Դեմիրճյանի հետ։ Հիմա այս նույն տրամաբանությունը մի դեպքում աշխատում է, մյուս դեպքում չի աշխատում, ո՞նց է, էլի։ Կարելի է չէ նույն բանը ասել։ Էդուարդ Աղաջանյան, դուք ասում եք, եթե երբ որ ես խոսում եմ իրավացիորեն նաև անցած սխալներից, ընդունում եմ որոշ բաներ կարող է համաձայն չլինեմ, ասում եք, եթե ուզում եք տարանջատվել, գնահատական տվեք ինչ որ նման բաներ։ Տվեք ու նաև ասում եք, այնքան ինչքան էլ մենք վատը լինենք, ձեզնից վատը չենք լինելու։ Գիտեք, նախ տարանջատվելու խնդիր չկա, կա միայն մեծապարտություն բոլոր սխալներով հանդերձ։ Միայն մեծապարտություն։ Թե տնտեսական ցուցանիշների առումով, միջինը երկնիշ տնտեսական աճ 10 տարվա ընթացքում։ Ու թե ամենակարևորը խաղաղության ու անվտանգության առումով։ Տեսեք, Քոչարյանի 10 տարիներին խաղաղություն կար, Արցախ կար, Նիկոլ Փաշինյանի ժամանակ չկա։ Չկա, պարզ է, չէ՞։ Այս առումով ու մեկ էլ որ այստեղ գալիս եք տարբեր այսպես մեղադրանքներ հնչեցվում, նաև բարեկրթության էլի այս անկյան տակ շատ վատ է, որ մարդ գալիս է իմանալով, որ մի բան բոլորը կարող են սխալվել, բայց երբ որ գիտի, հստակ սուտ է խոսում մի բան, ու գալիս խոսում։ Օրինակ, իմ հետ կապված, չգիտեմ, թիկնապահներով կամ ինչ որ հաղորդումների ժամանակ հաստավից ինչ որ մարդկանցով է քայլում։ Նույն բան կա։ Օրինակ, Էդուարդ Աղաջանյանի ավագ քրոջը ես ճանաչում եմ, փոքր տարիքում նաև մտերմություն ա եղել, ընդհանուր շրջապատ ա եղել։ Ինձ երբևէ տեսել է նույն այն ժամանակ թիկնապահով կամ մնացածով։ Կամ ինձ բոլորը այստեղ տեսնում եք, թե գալուց, թե գնալուց, թե տարբեր տեղեր։ Ու գալ այստեղ այդ միտքը ասել, ինչ է էլի սա։ Նաև արհեստական բանականության հետ կապված այստեղ քննարկում եղավ, ինչքան անթույլատրելի է դա անելը, համաձայն եմ, բայց դուք այստեղ գալիս եք, միացնում եք մի ձայնագրություն, իբր հայրս զանգել է Ռուսաստանի նախագահային, տեսեք, մենք դա պաշտոնապես մենք դա հերքել ենք, գրասենյակը հերքել է, ես հերքել եմ, բայց դուք գալիս եք դա շարունակում եք, սա, չգիտեմ, դժվար է նորմալ բառապաշարով սրան մեկնաբանություն տալ այս ամեն ինչից հետո։ Արայք Հարությունյան, ասում եք, որ դուք գոնե ասում եք իրավապահ մարմինները միգուցե սխալվում են մեկ-մեկ, բայց այդ դատարանները արդար դատավճիռներ են կայացնում։ Դուք լուրջ եք ասում։ Դուք իմ օրինակ, հերո չգնամ, ինձնից խոսամ։ Իմ դեպքերը տեսել եք, դրանից հետո կալանքը, հիմիկվա դատավարությունը։ Կարող եք իհարկե հանրային հեռուստատեսություն չի գալիս նկարում, փող, բան, այսպես չկա, էլի, հետաքրքրություն չի առաջացնում։ Տեսել եք այդ ոստիկանները ոնց են գալիս խեղճացած գլուխները կախած խոսում։ Հասկանում եք ու այս ամեն ինչի հետ միասին, կամ էլ ասում եք օրենքի երկիր է։ Լավ, այս վարչապետը այստեղ նստած, կոնկրետ Սամվել Կարապետյանի մասով, հրահանգներ է տալիս, որ բռնեն։ Ասում է, այսի պիտի սատկի, սրան պիտի նստացնեմ, սրանից պիտի ունեցվածքը խլեմ։ Ժողովուրդ, սա որ մի ժողովրդական երկրի տրամաբանության մեջ է տեղավորվում։ Լավ, գժի տեղ եք դնում այստեղ մարդկանց։ Չի կարելի, հասկանում եք, չի կարելի այս ամեն ինչին։
Իսկ մնացած այլ թեմաների հետաքրքիր ուղղակի ելույթը վերջանում է, երևի էլի առիթ կլինի կանդրադառնամ էլի մեղադրանքներին, որ հնչել է, շնորհակալություն։